Սուրանկյան նախորդ հաղորդման ժամանակ տեսանյութս վերնագրել էինք Սև շաբաթ, քանի որ տեղի էին ունեցել բազմաթիվ սահմռկեցուցիչ դեպքեր։ Սկեսրահը սպանել էր Հարսին, Փեսան խնամիներին, հայր ու որդին ինքնասպան էին եղել ու այդպես շարունակ։ Այսօրվա տեսանյութում արծարծվելիք թեմաները Facebook-ի մեջի օգտատերերը նույնպես վերնագրում էին Սև շաբաթ, քանի որ այդ ամենի մասին համառոտ տեղեկացնում էի news.armeniatv.com-ով։ Հունիսի 28-ին ահազանգ ստացա, թե Շամշան հասի։ Իջևանի միլիցեքի մի ամբողջ բանակ լցվել են մարմար ռեստորանային համալիր։ Ու զանգողը հայտնում էր, թե վայ թե քեֆի համար չեն լցվել միլիցեկը։ Հասնելով դեպքի վայր, ականատես եղա, թե ինչպես են ոստիկանները մի երիտասարդի ձեռնաշղթայով ռեստորանի աշխատակցի խոսքերով պտտացնում տարածքում ու պարզեցի պտտացնելու պատճառը։ Գիշերը Իջևանի բնակիչ մասնագիտությամբ ատամնաբույժ Հունան Թամամյանը 6 ընկերներով, այդ թվում Իջևանի Քարարտ քարամշակման գործարանի արտադրամասի պետ Խորեն Հովհաննիսյանի հետ նշված ռեստորանի բացօթյա կուպեում քեֆ անելուց են լինում։ Ու արդեն, երբ կոկոները մի լավ տաքացնում են, ըստ նույն Թամամյանի պատմածի, Հովհաննիսյանը իրեն դիմել է արայով։ Ու քանի որ այս մեր ատամնաբույժը դրանից վատ է զգացել, փորձել է հաշվել քարանքի պետի ատամները։ Սեղանից վերցնում է դանակը ու հարվածում Հովհաննիսյանի սրտին, ինչը ողբերգական ավարտ է ունենում։ Հարվածելուց հետո առյուծի սիրտ կերած ատամնաբույժը իր մի քանի ընկերների հետ դիմում է փախուստի, իսկ մահացածի դին տեղափոխվում է Իջևան բժշկական կենտրոն։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակիցները մինչեւ լուսաբաց կարողանում են պարզել վեճի պատճառը եւ հայտնաբերել կռվի մասնակիցներին ու սպանություն կատարողին։ Թեման ինչի՞ սկսեց որ դանակը վերցրեցի։ Թեմա չէ, դե ասում չեմ մոտս էր դանակը։ Ոնց որ դե սալատ մալա։ Այդա։ Եկե ոնց որ ասես դե թող տղի արդեն ինքս դե։ Ոնց որ զերո փարել եմ դե արդեն դանակը դե։ Եթե Իջևանում ատամնաբույժը անիմաստ վեճի արդյունքում սպանել էր հացընկերոջը, ապա Աճարյան փողոցի վրա գտնվող Հարսնակալ ռեստորանային համալիրում բարեբախտաբար արշալույսները խաղաղ բացվեցին։ Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Ստալիշնի պոլկի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը իր հետ վերցնելով 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ դրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ, 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ մտնում է Հարսնակար եւ սպառնում, որ պայթեցնելու է։ Իմ տեղեկություններով ոստիկանությանը մինչև ատամները զինված անկոչ հյուրի մասին հայտնել է ռեստորանի տնօրենը Հրաչյա Զոհրաբյանը, որից հետո ժամանում են ոստիկանության նոր նորքի բաժնի եւ ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ քննչական խմբերը։ Հենց տեղում ոստիկանները ճշտում են, որ Հարսնակար այցելած զինված անձը պաշտպանության նախարարության փոխգնդապետ Վարդան Սամվելյանն է, ում հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, որը բարձր պաշտոններ է վարել ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում եւ 1 տարի առաջ հիվանդության պատճառով անցել է թոշակի։ Իսկ Վարդանի կրտսեր եղբայրը Արմանը 1 տարի առաջ իր դիմումի համաձայն ազատվել է ոստիկանության համակարգից, որտեղ օպեր լիազոր էր։ Ոստիկանությունը 2 ժամից ավել բանակցություններ է վարում Վարդանի հետ եւ այս ընթացքում պարզում, որ այդ դեպքից օրեր առաջ Հարսնակարում դաժան ծեծի ենթարկված եւ հիվանդանոցում մահացած պաշտպանության նախարարության սպա Վայ Ավետյանը Վարդանի ընկերն է եղել։ Ու չգիտես ինչու Սամվելյանը որոշում է այդ կերպ հաշվի արդար տեսնել ընկերոջ մահվան համար։ Նռնակը նրա ձեռքից կարողանում է վնասազերծել ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ Հենդրիկ Ներսիսյանը։ Եվ երբ համոզվում են, որ վտանգը անցել է, Հարսնակարն հրավիրում Վարդանի հորը Սամվել Սամվելյանին, որից հետո Վարդանին տեղափոխում են նոր նորքի ոստիկանություն։ Փաստի արդի ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվում են պաշտպանության նախարարության քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ Սամվելյանը ձերբակալվում է։ Իդեպ, չգիտես ինչու, երբ ոստիկանությունը Հարսնակարի տնօրենից ստանում է ահազանգը, չի բարեհաճում այդ մասին տեղեկացնել նաև արտակարգ իրավիճակների նախարարությանն ու 103 ծառայությանը։ Եվ միայն Հունան Ավետիսյանի օրինակով Վարդանին վնասազերծելուց հետո 1 ժամ անց հրավիրում են ՀՀ զինված ուժերի 103 ծառայության եւ ԱԻՆ-ի համապատասխան մասնագետներին։ Ողջունելով ոստիկանության պրոֆեսիոնալիզմը կապված զինված անձին վնասազերծելու հետ, այնուամենայնիվ ճիշտ կլիներ ժամանակին դեպքի վայր հրավիրեին նաև նշածս կառույցների ներկայացուցիչներին, քանի որ հնարավոր էր Սամվելյանը գործի դներ հարուստ ավարը ու թե ինչ կունենայինք այդ դեպքում անկանխատեսելի է։ Իրանց հետ ուղարկեն թող պաշարին մնացտեղ։ Ցավով այս տեսանյութումս կրկին չեմ կարող շրջանցել այսպես կոչված արյունակցական սպանությունների թեման։ Հերթական սահմռկեցուցիչ ու դաժան սպանություն։ Հունիսի 29-ին տեղեկություններ եմ ստանում,
որ նոր Խարբերդի ամառանոցներից մեկում եղբայրը առանձնակի դաժանությամբ սպանել է քրոջը։ Հասնելով նոր Խարբերդ, ականատես եղած զարհուրելի մի տեսարանի։ Դատաբժիշկը զննելով մահացածի դին արձանագրել էր, որ կինը մահացել է դանակի 20-ից ավելի հարվածներից։ Մինչ կտեղափոխեին դին, ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Մինաս Հակոբյանի գլխավորությամբ արձանագրում էին սեփական տան նկուղային հարկում տարօրինակ եւ անհասկանալի առարկաներ, մասնավորապես լուցկու հատիկներից սարքած բուրգեր, երկաթյա չհրկիզող պարանին հոսանքին միացված 220 վոլտանոց լարեր, իր ազգականների լուսանկարները, շարված շան եւ կատվի ատամների մոտ։ Մահճակալն էլ, որի վրա քնում էր ուղիղ շպրիցով հանած խելագարը, բանտի նառերին էր նման։ Մի խոսքով ինքն էր տեկտեցնում։ Բարեբախտաբար կեսգիշերին Շենգավիթի ոստիկանները Երևանի Մալացիա Սեբաստիա թաղապետարանի կողքի այգում հայտնաբերում են քրոջը սպանած 49-ամյա Ռոման Հովանեսյանին։ Բազմիցս հորդորել ենք, որ ամառվա այս սեզոնին հանգստի վայրեր մեկնելուց առաջ ստուգեք, թե արդյոք մեքենաները սարքին են։ Այդ կոչը նախ եւ առաջ ուղղված է տրանսպորտային այն միջոցների վարորդներին, որոնք տեղափոխում են 7-ից ավելի ուղևոր։ Հունիսի 30-ի կեսօրին էր։ Տեղեկություն եմ ստանում, որ Քուչա գյուղի հատվածում Պազ Մագնիշի մարդատար մեքենան կողաշրջվել է եւ մեծ թվով վիրավորներ տեղափոխվել են ապարանի հիվանդանոց։ Հասնելով դեպքի վայր պարզում եմ, որ Մասիսի բնակիչ Սերոժա Պողոսյանը Երևան-Վանաձոր ճանապարհի Քուչա գյուղի հատվածում բարձրանալով զառիթափը զգում է, որ ավտոմեքենայի մանսարկություն է առաջացել եւ մինչ կփորձեր պարզել, մեքենան հետընթաց է շարժում եւ քողաշրջվելով հայտնվում դաշտում։ Ու արդեն վթարի ենթարկված 15 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքվածները պատմում են, որ վարորդի բախտը բերել է, որ եթե հանկարծ մեքենայի վրա տեղադրված գազի բալոնները բախվեն երկաթյա խողովակներին, պայթունն անխուսափելի կլիներ։ Ամենայն հավանականությամբ հնարավոր չէ լինի խուսափել զոհերից։ Նշեմ, որ Պազը իր դարն ապրել էր եւ հարց է առաջանում, թե ում թեթև ձեռքով է թույլատրվել շահագործել Նիկոլի թվի S մեքենան։ Հունիսի 30-ի գիշերն էր, ընկերս զանգարեց Չարենցի փողոցից։ Թե ախպեր, արի Չարենց, տես ոնց սա Միցուբիշի Պաջերոն խելագարված մտել է զապչաստի խանութ։ Հասնելով դեպքի վայր, հերվից տեսա, որ մի խումբ խելագարված ջահելներ Չարենցի փողոցում պտտվում են Միցուբիշիի շուրջը։ Պարզվում է, վարորդը դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում խանութի գովազդային հսկայական վահանակին, տապալում այն ու կոտրում խանութի ապակիները։ Վարորդին տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց։ Իսկ Պաջերոյի շուրջ հավաքված ջահելներն ինձ տեսնելով մի կողմ քաշվեցին, ասելով, թե մեկը նկարելու է, թողեք նկարի։ Էս է նկարում։ Մեկ էլ զանգեցին Ալեք Մանուկյան փողոցից, թե Toyota Camry-ին վրաերթի է ենթարկել մի ջահել տղու ու հետո դոմփել Յաշիկին ու Lexus-ին։ Հասնելով Ալեք Մանուկյան փողոց, ականատես եղա երթևեկության աջափսանդալի։ Շունը տիրոջը չէր ճանաչում։ Բոլորը փորձում են փրկել վրաերթի ենթարկվածին, չմտածելով, որ ավելի շատ խանգարում են բժիշկներին, քանի որ մեքենաները կայանել էին շոշին, իսկ շտաբօգնության մեքենան չէր կարողանում վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Բայց լավ էր։ Կարճ ժամանակում դեպքի վայր ժամանեցին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցներն ու կարմիր բերետավորները, որից հետո ասես ժետոնը գցվեց անցքը ու ճանապարհը բացվեց։ Հայտնաբերվեց ծիծակ համարներով Քեմբրիի վարորդը, ում տեղափոխեցին կենտրոնական բաժին։ Հավաքվածներն ասում են, թե այս կադրերը հաստատ սուրանքինով նայելու ենք ու գոնե հաղորդման ժամանակ կոչով դիմեք վարորդներին, որ բացօթյա սրճարաններում, ժամանցային վայրերում հագեցած փողոցներում վարորդները զգոն լինեն։ Բազմիցս ենք ականատես եղել, թե ինչպես են գյուղացիները իրենց խոշոր եղջերավոր անասուններին թողնում բախտի քմահաճույքին, չմտածելով, որ անասունը հնարավոր է ասենք Երևան Արտաշատ մայրուղու մեջտեղով թրքելով գնա։ Բոլորս գիտենք, որ այդ մայրուղուն որոշ վարորդներ մեքենան նենց կվարեն, որ անգամ Շումախերը կնախանձի։ Այս դեպքում վարորդները տեսնելով առջևում հայտնված կովին չեն հասնում արգելակել մեքենան, բայց ամենավերջին բարերով հիշում են կովի տիրոջը ու կամ բախվում կովին, կամ փորձելով շրջանցել, վթարի են ենթարկվում, շրջվելով, կողաշրջվելով կամ բախվելով բետոնե արգելապատնեշներին։ Նման մի դեպք տեղի ունեցավ հուլիսի 2-ին։ Պաշտպանության նախարարության աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտոմ Մելքոնյանը ՎԱԶ 2110 Մագնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխավան ավտոճանապարհին Արագիլ ռեստորանի դիմաց վթարի է ենթարկվում եւ մոտ 40 մետր կողաշրջվելով հայտնվում դաշտում։ Վարորդն ու նրա ուղևոր Պաշտպանության նախարարության աշխատակից 29-ամյա կապիտան Արսեն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, որտեղ քննիչին պատմում են, որ վթարի են ենթարկվել, քանի որ փորձել են շրջանցել տրասում հայտնված կովին։ Վթարի վայր ժամանած Պաշտպանության նախարարության աշխատակիցները կատակում էին, թե լավ են պրծել տղերքը, թե չէ Արագիլի օբյեկտից ագրավներ լուր բերելու։
խոշոր եղջերավոր անասուն կա, որ վթարի պատճառ է դառնում։ Բայց չորք վոտանիների մեկ այլ ներկայացուցիչ էլ ինքնստինքյան մի ամբողջ գյուղ ու թաղամաս տոգյա տալիս։ Այն ինչին ականատես եղա հուլիսի 3-ին Դավիթաշենում, կտեսնես միայն Իսպանիայում ցլամարտերի ժամանակ։ Զովունիի բնակիչ, ազգությամբ եզդի Կարոյանը Ռեմբո անունով իր ցլիկի ականջին հավանաբար շշնջացել էր, որ 2011 թվականից Իսպանիայում էլ ցլամարտ մլամարտ չկա։ Ռեմբոն էլ լսելով գութը, սրտից արյուն կաթալով, աչքերից ջուր ու կրակ թափելով տիրոջը պոզահարում ու յայլա մայրաքաղաք, բայց ոչ Մադրիդ, այլ Երևան։ Ու հասնելով Դավիթաշեն հանգրվանում է 195 եւ 196 դպրոցների մարզադաշտում։ Հավաքվում են Զովունի գյուղի ջոչերը, երկար բարակ պոչերը ու նստում 5 րոպեանոց ժողով են անում, թե ոնց ցլին հանգստացնեն։ Անգամ մտածում են մի քանի էգ կով բերեն։ Ի վերջո, էս մեր եզդի աղբերները քցում բռնում են, թե Ռեմբոին էգն էլ չի փրկի ու ստիպված դիմում են կենթանաբանական այգու աշխատակիցներին։ Մինչ հատուկ բրիգադը կժամանե Ռեմբոին վնասազերծելու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները մարզադաշտից հեռացնում են կարմիր շորեր հագած անձանց։ Գիտունիկները չեն էլ ջոկում, որ իրանց եկքա մաշներն կարմիրա ու հանգրվանել է Ռեմբոյից 30-40 մետր հեռավորության վրա։ Լավ էր, գազանանոցի աշխատակիցները 3 կրակոցով կարողացան Ռեմբոյին քնացնել, ինչից հետո ցլի պահապանները քարշակի օգնությամբ Ռեմբոյին վերադարձեցին Զորագոմ։ Հավաքվածներն էլ կատակում են, թե Շամշան նյութերումը տեսել են, թե ինչպես է քարշակը տեղափոխում պապայի բալեքի երկաթյա նժույգները, բայց որ ցուլ այդ վերջն է։ Ժողովուրդ ջան, որոշ մարդիկ ու վայ վարորդներ կարմիր կովի նման իրենց կաշին չեն փոխում։ Ինչքան էլ ուզում ես գլխներին ավետարան կարդա։ Էլին նույն կոշիկի տակացու պատոշն են։ Ու եթե այսպես շարունակվի, ոստիկանությունը ճիշտ կանի նրանց նկատմամբ օգտագործի չոբանի փետը, եւ երևի դրանից հետո մի քիչ կսթափվեն։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։